ԼՄՍ նախարարությունը ցանկանում է վերահսկիչ անցակետեր տեղադրել դպրոցներում։ Համաձայն եք դրանով։ Իհարկե համաձայն եմ, որ ուրիշ մարդիկ չմտնեն օտար մարդիկ, դա է նպատակը։ Կարծում եմ ճիշտ որոշում է։ Որտեղ ապահովությունը պետք է այդ օրերին ուշեղացնել երեխաներին։ Ուզում եմ որ տնեն, որ ամեն ինչը հսկվի, նորմալ։ Չէ, տեղյակ չեմ ճիշտ ասած, բայց սխալ որոշում չի ինձ թվում։ Կարծում եմ լավ են անում, ապահովության տեսանկյունից լավ է։ Եվ ավելի շատ դրսի մարդկանց պետք է չթողնեն, որ ներս գան, ոչ թե երեխեքին դուրս չթողնեն։ Կողմեմ, չգիտեմ։ Չեմ կարողանում պատկերացնել այդ հոսքի մեջ այդ տեխնիկան ինչ կարա տա։ Լավ կլինի երևի։ Դա եթե չեմ կարող ասել, եթե երեխային չեն վստահում, գուցե կողմներ, ես անկեղծ ասած տենց չեմ համարում հարկ, որ տենց շտապ անեն։ Չգիտեմ, նայած ինչ նկատառումներով է, էլի, կատարվում անվտանգության, կողմեմ անվտանգությանը, բայց չեմ պատկերացնում ինչի։ Ну, чем безопаснее, тем лучше, я так считаю. Но нет, это, по-моему, чрезмерные меры. Там и так в школах стоят вот эти сторожа. Например, в нашу школу, в Маяковской школе учатся мои внуки, туда невозможно пройти. Там все очень строго. Не знаю, как в других школах. Երեխաներին հսկելը, այո, համաձայն եմ, որ երեխաներին հսկեն։ Այսինքն ստուգում անցկացնեն։ Այո, պետք է, մի քիչ խստությունը պետք է, որովհետև իմ վասերունդը շատ բան է։ Բաց թողում է լինում, էլի շատ։ Նպատակը այսպիսին է, վերջին շրջանում թմրադեղերի շրջանառություն է Ճիշտ որոշում է, այո, իհարկե։ Շատ ճիշտ որոշում է, պետք է զերծ պահենք դպրոցը նման, չգիտեմ, սարսափելի դեպքերից։ Եվ ճիշտ որոշում է դեպքում իհարկե կողմեմ։ Եթե իրոք կա նման վտանգ, բնականաբար կողմեմ։ Հսկեն երևի դրսի մարդկանց, ոչ թե արտակետներին։ Կամ էլ ընդհանուր զուտ ինչ-որ ծրագիր ստեղծվի երեխեքին նորմալ այդ ամեն ինչի մասին բացատրելով։ Գուցեև հնարավոր է դրանով վերահսկել, եթե դրանով հնարավոր է վերահսկել այդ խնդիրը, ինչու ոչ։ Տնեն, ընդունում եմ, որ ամեն ինչը կարգ ու կանոնով եղնի դպրոցում։ Կարծում եմ վատ չի, օգուտ երեխայի է, ծնողի է եւ ընդհանրապես հասարակությանը։ Այս վերջերս շատ է դպրոցական կյանքի հետ կապված տարբեր երևույթներ կյանքի մտել են դպրոցներ, դրա համար կարծում եմ հաստատ ինչ-որ մի բան մտածել են ու անվտանգության կանոններից ելնելով մտածել են այդ որոշումը։ Առաջի անգամ եմ լսում դրա մասին, միգուցե այդ խնդիրը եթե կա, իրականում ուրեմն արժի, чтобы туда не проникали посторонние люди, конечно, стоит. Если это аспектов չնայեցի ձեր հարց տված պահին, էլի, да, стоит, конечно, стоит, чтобы дети наши были в безопасности. Առավել եւս թող պարզեն, եթե այդպիսի բան կա, շատ լավ է։ Միայն եթե այդ դրա համար են ցանկանում, ինքը ավելի լավ է վերահսկեն, որովհետև չեն կարող ուրիշ ձև վերահսկել, ասենք երեխային մի քիչ բարդ կլինի, որ ասեն պայուսակը բացի ստուգենք եւ այլն, իսկ եթե հնարավոր է տեխնիկական միջոցով ստուգել, շատ ավելի լավ։ Նախարարությունն ու ոստիկանությունը չգիտե, այդ թմրանյութը ոնց է ընդհանրապես քաղաքում տարածվում, որ հասնի դպրոց, չգիտե, այդ անցակետը պետք է դնեն, որ իմանան, չգիտեմ, չեմ կարող ասել։ Լավ կլինի, եթե արդյունավետ լինի ու երեխեքը պաշտպանված լինեն, շատ լավ կլինի, եթե այդ ամեն ինչը ռեալ լինի, չգիտեմ։ Պետք չի սարքել բերդ, ուղղակի պետք է դասյակությունը, հոգեբաններին, ներգրավել են գործի մեջ հոգեբանները, դասղեկը, հասկանում ես, մանկավարժ լինի, պետք է դպրոցը ունենա հոգեբան, որպեսզի երեխաների պետք է ծնողները նույնպես անպայման բոլորը պետք է զբաղվեն երեխայի դասյակությամբ, ոչ թե ասենք վերահսկողական ինչ-որ մարդ, որը պետք չի սարքել բան, դպրոցը պետք է լինի ազատ, դպրոցը պետք է լինի մանկություն ու կրթություն, իմ կարծիքով դա։ Այո, իհարկե այդ բաները պետք է արգելված լինեն դպրոցներեն, անպայման։ Այ դուք որտեղից եք։ Ես Նյու Յորքեն եկած եմ։ Այնտեղ ինչ-որ նման բաներ կան, օրինակ հսկիչ անցակետեր երեխաներից։ Նահանք է նահանք, իհարկե, եւ դպրոց բաներ մգան։ Նախնդրելի է ավելի խիստ լալ մեկ սկիզբից, քան թե թույլ եւ արիտ տրվի ասիգա երեխաներ դպրոցները, ասենք վատ բաներ մտնալու։
Ճիշտ ասած, ես կարծում եմ, որ որոշակի լրացուցիչ վերահսկողական մեխանիզմներ այո պետք է, անհրաժեշտ է, որտեղ օբյեկտիվ պատճառներ կան դրան, նախ այդ շրջանում, անչափահասների շրջանում հանցագործությունների թիվը ավելանում է, եւ երկրորդը, այո, մենք ունենք նաեւ մտահոգություն, որպես նաեւ ծնող դպրոցական երեխայի, որ այդ դպրոցներում են ամենատարբեր, այսպես արատավոր երևույթներն են տարածում գտնում, ցավոք սրտի, եւ դա այսպես մեծ թափ առնում, սկսած թմրանյութերի, այսպես ապօրինի շրջանառությունից մինչև ամենատարբեր, այսպես ասենք, երևույթները։ Եվ այս իմաստով, այո, լրացուցիչ միջոց, բայց ինչ կտա այն, ինչ որ կրթնախարարությունն է նախաձեռնում, ես կդժվարանամ ասեմ, որովհետև դա երեխաներին մենակ ստուգելով չի, որ այդ խնդիրները լուծվում են, եւ ես կասեմ դա ավելի երկրորդական է, ավելի կարևորը իմ խորին համոզմամբ, որ իրավապահ մարմինները պետք է կանխարգելիչ միջոցառումներ իրականացնեն, այդ թվում նաև, այսպես ասենք, իրենց ողջ գործիքակազմի կիրառմամբ։ Այսինքն այդ պարեկները, որ փողոցներում թանկարժեք մեքենաներով շրջում են, որևէ կերպ գրավական չի, որ դպրոցներում կամ հանրային տրանսպորտում, ասենք, սկսած գրպանահատությունից մինչև այդ հանցագործությունները պետք է կրճատվեն։ Շատ կարևոր է, որ կանխարգելիչ միջոցառումներ իրականացվեն, դրա տարբեր մեթոդները կան, ես չի որ պետք է իրավապահ մարմիններին ասեմ, սկսած ծնողների հետ աշխատանք, մանկավարժական կոլեկտիվի հետ աշխատանք եւ այսպես առանց խիստ սահմանափակումների, բայց արդյունավետ վերահսկողություն։ ԿԳՄՍ նախարարությունը ցանկանում է հսկիչ անցակետեր տեղադրել դպրոցներում երեխաներին ստուգում անցկացնելու համար, ինչ կասեք։ Այնպես է, որ շատ համաձայն եմ, շատ լավ տարբերակ է այս պահին տիրող իրավիճակը վերահսկելու համար, շատ կողմ եմ։ Իսկ տիրող իրավիճակ ասելով դուք ինչ եք նկատում։ Դե հենց մեկը վերջին դեպքերը թմրանյութերի հետ կապված, որ բավականին լայն տարածում գտավ, որ քանի տարեկան չեմ հիշում 9 տարեկան երեխաներին թմրանյութ էին տվել պարբերաբար հենց այդ դեպքերի հետ կապված էլի հիմնականում, դե մնացածն էլ ավելի լավ կլինի։